Մի խոսք եմ պատրաստել, որը անվանել եմ այսպես. փրկության ճանապարհը։ Այո, սիրելիս, մենք ունենք փրկության ճանապարհ։ Գիտես, խնդիրը նրանում է, որ աշխարհը չգիտի դրա մասին։ Իրանց համար դա ուղղակի պատմություն է, ինձ համար էլ էր պատմություն, որ կար մեկը, որ եկավ, թե ինչի եկավ, սկզբից լավ էր, բժշկություններ էր անում, հրաշքներ էր անում, այնքան լավ բան էր անում, այնքան հաճելի էր այդ անգամ ֆիլմը, որ նայում էի փոքր ժամանակ, այնպես դուրս գալիս էր, բայց գիտես միջև երբ, միջև որ իրան խաչը կհանեն։ Այդտեղից հետո եղել է ժամանակ, որ անջատել եմ, չեմ նայել։ Այ աշխարհի համար այնպես նման մի պատմություն է, բայց գիտես սիրելիս ինձ ու քեզ համար դա պատմություն չի։ Բացի այն, որ մենք այդ պատմությունը կարդում ենք, դա իրականություն է հենց այսօր։ Երբ որ մենք այդ ճանապարհը ընդունում, այդ փրկության ճանապարհը ընդունում ենք մեր կյանք, ընդունել ենք, մենք այլ ենք ապրում։ Հա? Աշխարհը ապրում է, աշխարհում մարդիկ ապրում են հայացքները լրիվ ուրիշ ճանապարհներով, ուրիշ բան ընտրելով, ուրիշ արժեքներ տալով։ Ինչու՞։ Որտեղ իրանց չեն պատմում շատերին, չեն ասում կամ չեն ցույց տալի կյանքով։ Ես ու դու կաշված ենք ոչ միայն պատմենք ու խոսանք, այլ մեր կյանքով ցույց տանք, որ կա փրկության ճանապարհ։ Կա փրկության ճանապարհ, սիրելիս, որ այո, ես ու դու ապրում ենք այս մարմնի մեջ, Աստված ստեղծել է այս աշխարհը, որպեսզի մենք ապրենք, ընտանիք ստեղծենք, օրհնվենք մեր ընտանիքի մեջ, հա? Աշխատենք, արարենք եւ այլը, բայց մենք պետք է մտածենք նրա մասին, որ մենք փրկություն պետք է ունենանք։ Աշխարհը չունի։ Աշխարհը չունի, սիրելիս։ Աշխարհի համար այդ ընդհանրապես պատմություն էր, որ եղել է ինչ-որ ժամանակ, գնացել է եւ վերջ։ Սովորական կգնանք ինչ-որ մի քանի գործողություն կանենք, ցույց կտանք, որ մենք այդ քրիստոնեության մեջ ենք, բայց ոչ կյանքի մեջ կերևա, ոչ իրանց խոսքերի մեջ։ Ինչ անենք, սիրելիս։ Ինչ ենք մենք, ինչի պետք է մենք լռենք։ Մենք լռելու բան չունենք։ Մենք այդ մարդկանց, սիրելիս, այդ փրկության ճանապարհը ցույց տանք։ Որտեվ նորմալ չի, չէ՞, անցնես մի տեղով տեսնես մեկը ընկած է փոսի մեջ խորը։ Նայես, ասես, ժամանակին որ քեզ ասում էի, չլսեցիր։ Տենց էլ մնա այդ փոսի մեջ, ես գնացի։ Ձեռքը տալու ես բարձրացնես, չէ՞։ Մեր Տերը ինչ ասում։ Ասում է դուք լույս եք, գնացեք խավարի մեջ լուսավորեք։ Ես ու դու պետք է ձեռք մեկնող լինենք, սիրելիս։ Հա, մեր գործը դա է, աշխարհը կործանվում է, գնում է կործանման, փրկության կարիք կա։ Ես ու դու փրկության ճանապարհ ունենք։ Մենք երբեմն ես ինքս իմ վրա զարմանում եմ, որ մի քիչ երկար ժամանակ ինձ տվել եմ աշխատանքի կամ եւ այլը։ Ոնց որ ներսիցս ինչ որ sense տագնապ է գալի։ Ես դե Աստծուց խոսամ, ես դե Աստծո գործ անեմ։ Իհարկե երբեմն ինձ ու քեզ թվում է, որ մենք գործ չենք անում, բայց երբ որ դու պարկեշտ ապրում ես, Աստվածավախ ապրում ես, մաքուր ապրում ես ու սրբության գործեր ես անում, դա էլ ավետարան։ Դա էլ ավետարան։ Մենք հավատացյալ ենք ոչ միայն խոսքերով, այլ գործերով էլ։ Հա, սիրելիս։ Մի պատմություն կա Հովհաննես ավետարանում գրված է, որտեղ Հիսուսը հենց այդ ժամանակներ էր, երբ որ եկել էր, արդեն գործեր էր անում, բժշկություններ էր անում, մարդկանց անգամ մեռածին կենդանացրեց եւ այլը, իրան ուներ աշակերտներ այնքան լավ իր հետ ծառայություն էին անում։ Պատկերացրու մեկը եկել է ու այնպիսի գործեր է անում, այտենց հրաշքներ անում ու քեզ էլ որպես աշակերտ, դու էլ իր հետ ես։ Ու մեկ էլ գալիս է մի հատ ժամանակ, ես կարդամ Հովհաննես ավետարանում Հիսուսի խոսքերն է 13:33-ում գրված է հետևյալը. Որդյակներ, տակավին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ, ինձ կորոնեք եւ ինչպես հրյաներին ասացի, թե որտեղ որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Եվ հիմա էլ ձեզ եմ ասում։ Խորնակ բան ասում։ Հիսուս ջան, ես ուր ես գնում։ Արդեն հարմարվել ենք, գործեր անում ենք, քո հետ որտեղ գնում ենք, հարյուրավոր, հազարավոր մարդիկ հավաքում են մեր շուրջը, հրաշքները ամեն ինչը կատարվում է, վերջ, էլ ի՞նչ է պետք մարդու համար։ Էլ ի՞նչ է պետք։
Մարդը գալիս է, եկեղեցի, ենթադրենք, հիվանդություն ունի։ Գալիս է, Աստված կպտում է, կարող է երևի իր համար առանձին չեն աղոթում, հենց իր ներկայության, իր այստեղ լինելով բժշկություն առնում, եկել գրած։ Ուր ես գնում, սիրելիս։ Համբերի։ Հիմա Հիսուսը ասում է, ես գնում եմ միտեղ, ասել եմ հրեաներին, հիմա էլ ձեզ եմ ասում, գնալու եմ։ Աշակերտները պատմում ասում են, Հիսուս, ես ինչ ես ասում, ուր ես գնում, հազիվ հավաքվել ենք, նորմալ է, ուր ես գնում։ Աշակերտների համար անհասկանալի էր, բայց գիտես, այդ ամեն ինչը պակաս էր, պետք է Հիսուսը խաչին գնար։ Հիսուսը դրա մասին էր խոսում, որտեղ այդ ամեն հրաշքները, ամեն ինչը որ կատարում է, մարդ որ գալիս է այստեղ ապաշխարում է, դա դեռ վերջը չի։ Մարդը պետք է փրկության արժանանա։ Մարդը պետք է փրկության ճանապարհը բռնի, հասկանում եք հարցը ինչն է։ Գիտես, երբեմն երբ որ տեսնում ես մեկին, որ ինքը տենց հեռացած է, կարող ես խոսալ սիրով, կարող ես ասել ինչ լավ է դու եկար, բժշկվեցիր, ինչ լավ է, բայց երես դու փրկության ճանապարհն ես թողել։ Փրկության ճանապարհն ես թողել։ Ես չեմ ասում, որ անպայման մարդը պետք է եկեղեցու նստած լինի, որ փրկված լինի։ Գիտես, եկեղեցու մեջ Աստված զորացնում է։ Անպայման ես ու դու պետք է ինչա տեղի ունենում ամեն շաբաթ օրը կամ կիրակի օրը, երբ որ ձեր ծառայություններն է։ Մեր մոտ շաբաթը դրա համար եմ ասում շաբաթ։ Մենք գնում ենք աշխարհ, ոնց էլի չլինի առնչվում ենք աշխարհի դժվարությունների հետ, հա, մի քիչ կարող է, մի քիչ թուլանում ես, գալիս ես դե Աստված քեզ զորացնում, նորից գնում ես շարունակելու։ Խի, որտեվ Աստվածը տենց ասել, որ մեկտեղ հավաքվելը չթողեք։ Մենք պետք է հավաքվենք, սիրելիս։ Մենք հավաքվելու մեջ չենք ցույց տալի, մեկս մյուսից ով ինչքան լավն է։ Չէ, սիրելիս։ Մեր շփումը արդեն իմ անցած ճանապարհը կամ իմ չանցած ճանապարհը, որտեղ ես սխալ եմ թույլ տվել, ես քեզ պետք է պատմեմ, որ դու թույլ չտաս։ Կամ որտեղ դու հաղթանակ ես ունեցել, եթե դու ինձ չպատմես, ես այդ հաղթանակի մասին իմ հավատքը չի բարձրանա, ես չեմ հաղթի։ Մենք պետք է շփվենք, սիրելիս, իր հետ։ Աստվածը, որտեղ մեր շփումի մեջ, ոնց ասում Աստվածաշունչը, երկուսը բավական են, երկուսից ավել հավաքվեցին, ես ձեր մեջ եմ։ Առավել ևս Աստված իր երկրպագության ու ծառայության մեջ, երբ որ մենք հավաքվում ենք, իրան փառք ենք տալիս։ Հա? Եվ հետաքրքիր է, չէ՞, քանի մեջից դե բնական է, չէ՞ պետք է հարցնեն։ Հովհաննես 13:36-ում Սիմոն Պետրոսը նրան ասեց. «Տեր, ուր ես գնում»։ Նորմալ է, չէ՞ հարցնում, ուր ես գնում։ Հիսուսը պատասխանեց նրան. «Որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ Արդեն սաղ պլանավորած, արդեն սաղ դասավորած, Հիսուս ջան, սաղ լավ էր, ուր ես գնում։ Հետո գիտեք ինչ հետաքրքիր բան ասում, որտեղ գնում եմ, չեք կարող գաք։ Մարդկային որ նայում ես, ասում ես, այդ ուր պիտի գնաս, որ չկարանան գանք։ Այս մի հատ երկրագունդ է, որտեղ էլ գնաս ինքնաթիռով, բանով կարան գաք, բայց չէ։ Ճիշտ այն ժամանակ ինքնաթիռ չկար, ձիեր էր կամ կենդանիներ էր, բայց ամեն դեպքում Հիսուսն այս բանը ասում անհասկանալի մարդկանց համար։ Բայց տարօրինակ է, ինքը պետք է այդպես բան չասեր։ Գիտես, աստվածային մարդկային չի։ Աստված ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն։ Ես պետք է գնամ, որ հետո դուք կարողանաք գաք։ Այն իմ նայած ֆիլմն է, էլի։ Չի ուզում, որ ինքը գնար, բայց գիտես ինքը պետք է գնար, որ ինքը չգնար, փրկության ճանապարհ չէր լինի, սիրելիս։ Պետրոսը նրան ասեց 13:37. Տեր, ինչու չեմ կարող հիմա քո հետևից գալ։ Իմ անձը անգամ քեզ համար կդնեմ։ Խի չեմ կարող գամ։ Ինչն է պատճառը։ Ես կարամ գամ։ Դες այդ այն ճանապարհն էր, որ պետք չէր, որ մարդ գնար։ Այդ ճանապարհը, որ պետք է մենակ Հիսուսը անցներ։ Ու անցավ նա։ Դա փրկության ճանապարհն էր, դա մարդկային չէր, դա աստվածային էր։ Իհարկե Հիսուսը այդտեղ անցավ որպես մարդ, որտեղ Աստվածաշունչը ասում է, ինչպես մարդ իր ձեռքով տվել էր իշխանությունը սատանային, տենց էլ մարդը պետքա վերցներ։ Ես նայում եմ, ասում եմ, դու հրաշքներ ես անում, դու բժշկություններ ես անում, մարդկանց ազատագրում ես, անգամ 3-4 օր մեռածին դու կենդանացրեցիր։ Էս ի՞նչ է կատարում, դու ո՞նց ես թույլ տալի, որ քեզի սենց էս օրին գցեն։ Ինքը պետք է որպես մարդ անցներ, սիրելիս։
Մի քիչ մեկ-մեկ ցավոտ ա լինում, արդեն էլ չենք ուզում։ Արդեն էլ աղոթելը դել չի գալիս, ավելին ուզում ես բերանդ բացես, մի քանի հատ էլ ցավոտ խոսքեր ասես։ Բայց երբ որ նայում ես Հիսուսին այդ անցած ճանապարհ, ասում ես Տեր, ես ինչ ես դու արել։ Ախր մենք աշխարհում այդ չենք սովորել, մեզ աշխարհում սովորացել են, որ մեկը քեզի մի հատ խփում է, քարով եկալ, դու գլխին հիշում եք, փոքր ժամանակ ծնողներ ինչ էին ասում, քարով կխփես, մենք Տեր ենք։ Բայց Հիսուսը տենց չի սովորացնում։ Անգամ ասում էր հայր, ներիր չեն հասկանում ինչ են անում։ Ես ինչ տարօրինակ բաներ ես սովորացնում։ Հիսուս ախր մեր կյանքը ուրիշ սկզբունքներ ունի, մեզ աշխարհը ուրիշ բաներ է սովորացրել։ Դու ես եմ, նայեք ինձ ինչքան լավն եմ։ Էս է սովորացրել աշխարհը։ Մենք ես ինչ թազա նորություններ ես բերել, Տեր Աստված։ Մենք գիտենք, թե սա դու եկել ես որպես թագավոր կնստես Հավիտյան, ստեղ մենք էլ աշակերտներս քո հետ սենց նստելու ենք մեր պալատում, ով հիվանդ է, ով խնդիր ունի, սենց գալու են հերթով իրանց հիվանդությունները վերցնեն գնան։ Մենք էլ աշխարհի տիրակալն ենք ստեղ լինելու։ Հենց գործի են թեժ պահին 3 տարի ընդամենը անց է Հիսուսի այդ հրաշքները անելու ժամանակը։ Մեկ էլ ասում է գնում եմ։ Այ քեզի բան։ Ուր ես գնում։ Ուր ես գնում։ Գնում եմ ձեզ փրկելու։ Գնում եմ ճանապարհը բացելու։ Հետարքիր Աստված ունենք, չէ՞։ Հետարքիրը ո՞րն է։ Вообще անհասկանալի մեր մարդկային մտածելակերպով։ Ընդհանրապես չես հասկանում մեկ-մեկ Աստված ինչ է ասում քո կյանքում։ Դու ուզում ես քո կյանքի, քո ենթադրենք աշխատանքի լուծումը։ Ասում ես դե ոնց տինի, հեսա կգնամ։ Մի երկու հատ լավ հաճախորդ կգա, այս եղածս կմաքրեմ, կվաճառեմ, կգնամ թազա նոր բաներ կբերեմ ու ամեն ինչ լավ կլինի աշխատանքդ։ Մեկ էլ գնում ես գործի, ինչ հաճախորդ։ Հələ ով որ քեզանից բան առե, հետ է բերում, ասում է փողորես հետ դու։ Տեր ջան, ես բաղաղոտներս չի հասնում այդտեղ։ Էս ի՞նչ է։ Էս ի՞նչ է կատարվում։ Դու միաս Աստված քեզ նենց անում, որ այդ գործը օրհնություն չկա։ Այդ քեզ սխալ տեղ է տանում, քեզ անկում է տանում, որ այդ գործը դադարես ուրիշ բանի մեջ տանի։ Հասկանում ես Աստվածայինը մարդկայինը չի։ Ինքը պետք է գնար իր ճանապարհը, ինքը վերցել է, ինքը ոնց որ գրված էր մարգարեների գրքում, ասում է ես եկա կատարեցի։ Ես եկա որ կատարեմ։ Ես եկա որ գրվածը ոնց գրվածը կատարեմ։ Գիտես սիրելիս, այնքան հետարքիր բան կա, որ Հիսուսը գար այդ գրվածը չկատարեր հերքեր։ Գիտես Աստվածաշունչը ինքն ուժն ու հավաստիությունը չեր ունենա։ Գիրքը որ գրված էր իր ծնվելուց 1000-ից ավել տարի առաջ, ինքը եկավ այդ գրվածը հատ կատարելու։ Մաս առ մաս, ոչ մի բան բաց թողում չի եղել։ Խի, որ հաստատի, որ այս խոսքը, որ ինձ ու քեզ հասցել է, դա Աստծո կենթանի խոսքն է։ Աստծո կենթանի խոսքն է։ Մենք այս խոսքով ենք առաջնորդվում։ Մենք խոսքով է։ Մեր բոլոր քարոզչությունները Աստվածաշնչից է։ Ոչ մի բան դրսից։ Մենք մեր հիմքը դա Աստծո խոսքն է, որ Աստված տվել է մեզ։ Ամեն։ Տեր օրհնի քեզ, սիրելի եկեղեցի։ Ես հավատացած եմ, որ այստեղ լինելա մեծ ծառայություններ, մեծ հրաշքներ, խեմ տենց ասում, որովհետև սիրելիս դուք սրտով խոնար ու ուղիղ սրտով հովիվ ունեք։ Գիտես, այնքան լավ է, որ առաջնորդդ չի նայում իրան, աննայում է Տիրոջը։ Գիտես, այնքան լավ է քո հովիվդ, ով որ քեզ Աստծուն է մոտեցնում, ինքը սիրում է Աստծուն։ Նենց որ սիրելիս, դու եղի են մեկը, որ իրան կօգնես, որովհետև բոլորս էլ մարդ ենք։ Դու եղի են մեկը, որ կբարձրացնես իր թևերը։ Դու եղի մեկը, որ եթե տեսնում ես, այստեղ մի հատ երգեղուի պակաս կա, հետը բարձացի երգի։ Մենք բոլորս Աստծո գործ ենք անում։ Ես մտածում եմ, որ եթե կգա ժամանակը, երբ որ կանգնենք Աստծո առաջ, ավելի շատ չարացի համար պատասխան կտանք, քան թե արածի։ Եթե ես մտածում եմ տենց, որ եթե ես հնարավորություն ունեի թեկուզ
աթոռները դասավորելու, բայց ես չգիտես խի միշտ կանգնել եմ, ասել եմ, դե այն անողը կա, թող անի։ Հա։ Սերես եկեղեցին կառուցվում է մարդկանցով։ Եկեղեցին հենց այդ մարդկանց հավաքույթն է, որ Աստծո խոսքի շուրջ են հավաքվում։ Հարթ Տիրոջը։ Լավ, հետ վերադառնանք մեր փրկության ճանապարհին, հա, մեկ-մեկ sense խոսքը գնում է մի կողմ, ուզում եմ նորից գամ հասնեմ այն տեղը, որտեղ աշակերտները ասում են ուր ես գնում։ Հիսուսն էլ ասում է, ես որտեղ որ գնում եմ, դուք չեք կարող գաք։ Դուք այդ ճանապարհը չեք կարող գալ։ Գիտես, այս աշխարհի բոլոր ճանապարհները ունեն սկիզբ եւ վերջ։ Սկիզբ եւ վերջ։ Այսինքն, դու A կետից գնալու ես մինչև B կետը։ A-ն սկիզբն է, B-ն վերջն է։ Դից էլ մարդու մտածելակերպի մեջ ծննդյան օրն է, մեկ էլ մահվան օրն է։ Վերջ։ Շատերը դրանից այն կողմ էլ բան չեն տեսնում։ Նկատած կլինես, որ մարդուն ասում ես, արի գնանք ապաշխարի, արի գնանք եկեղեցի, ասում է, մի կյանք եմ ապրում էլի, դե ինչ կա։ Բոլորն էլ հետո վանդեից եկե, sense մի հատ բան են արտահայտություն են անում։ Այդ ինչ կա, կյանքի այս մահանալուց հետո խիելի կյանք կա։ Չեն հավատում, չեն ընդունում։ Բայց ելիս ես ու դու ոչ միայն հավատում ենք, այլ ոչ միայն ընդունում ենք, այլ ապրում ենք տենց։ Հա, որ մեր համար ատոշկայից բետոչկա չի։ A կետից B կետ չի ընդամենը եւ վերջ։ Մեր համար անսկիզբն է եւ անսահմանությունն է։ Խի, որովհետեւ Հիսուսը որ եկավ, որ ասեց գնում եմ, գնաց ճանապարհը պատրաստեց ինձ քո համար։ Բացեց այդ ճանապարհը, փրկության ճանապարհը սիրելիս։ Այսօրվա խոսքի հիմքը հենց այդ փրկությունն է սիրելիս, այդ ճանապարհը, որ ես մի քիչ շատ եմ ասում փրկության ճանապարհը, ես ուզում եմ որպեսզի դու այդ ճանապարհը լրիվ արժևոր ես քո կյանքով։ Ճանապարհը այնպիսին է ինքը, որ դժվար է։ Չասեց Հիսուսը, որ դու հեշտ կգնաս, քեզի ով էր կողքից կտեսնի, կասի մալադեց, ես ինչ լավ է, որ դու հավատացյալ ես, ես ինչ լավ ես գնում, չէ։ Ասեց քարքարոտ է, քարքարոտը գիտես որն է։ Քարքարոտ անգամ մեր սև ծովի ափով որ գնում ես քարերով, ոտը ցավում է։ Կյանքն էլ է տենց այդ ճանապարհը հոգևորի։ Այնքան են ցավացնում։ Ես սկզբից խոսում էի ծիծաղալու մասին, ասեք Գարիկ եղբայր, քեզ չեն ցավացնում, այդքան ծիծաղում ես։ Ցավացնում են, բայց ծիծաղում են։ Ես գիտեմ խեմ ծիծաղում։ Ամեն։ Ցավացնել են, սիրելիս։ Քեզ ասել են, դու էլ գնացիր դարար այդպիսին։ Ես իմ եղբայրները հիշում եմ, որ ապաշխարեցի, հավաքվել էին իրար հետ խորհուրդ էին արել, թե ոնց անեն, որ ինձի հետ բերեն։ Շեղվել եմ։ Ու զարմանալին ես վերջերս ես իրանց հարցնում ասում եմ, ինչ կասեք։ Իրանք էլ են արդեն դարձի գալիս ելիս։ Գիտես քո հավատարիմ ու վստահ ամուր լինելը քո ճանապարհի մեջ, որ փրկության է տանում, դա պատճառը քո բոլոր հարազատներին, բարեկամներին, քո ընտանիքին ապաշխարել։ Ոչ մի անգամ չփոշմանես, փոշմանելու գործերը չանես, որ ճանապարհին որ դու ես։ Ամեն։ Որովհետև քո ճանապարհը փրկության ճանապարհ է։ Մնացած մարդկանց ճանապարհը ատոշկայից բետոշկա է, հիշի։ Սկիզբ, B ավարտ։ B ավարտ։ Ես խնդրեմ առաջին նկարը դնեք։ Տեսեք, մի հատ նկար եմ վերցրել, սա էկրանին երբ որ կհայտնվի։ Մի հատ հետաքրքիր տեսարան, հա։ Նա միջև կլինի, եղբայրը կտնի։ Այնտեղ պատկերված է մի հատ եղբայր, որ կանգնած է իր առաջ լիքը ճանապարհներ են։ Այդ ճանապարհները ոնց որ հեսա, տեսեք։ Տեսեք, այս մարդն է, որ ոնց որ ես ու դու, հա, ծնվել ենք այս աշխարհում ու մեր առաջ լիքը ճանապարհներ է։ Տեսեք, անգամ ճանապարհները սկիզբը կա, հա, կարաս տեսես շատ ինքը հոլոր-մոլոր է, բայց վերջը չի երևում ու ոչ մեկ էլ չգիտի դա ինչ է։ Պատկերացրու ինչքան դժվար է, չէ՞, ստեղից վերցնել օրինակ ընտրել ճանապարհը, որ ինքը լավն է։ Հա տեսքով բոլորն էլ լավն են երևում, բայց ուր է տանում։ Ոչ մեկ չգիտի։ Ոչ մեկ չգիտի այս կյանքի ճանապարհը, այս ընտրած ճանապարհը ուր է տանելու։ Անկամ եղբոր ձեռը դրել է գլխին, ասում է, այս որն է սրանցից լավը, նորմալը, որ ընտրեմ։ Որ ընտրեմ։
Անգամ գիտեք մարդիկ sense մտածելով գնում են ինչ ասես ուսումնասիրում են։ Էլ գնում են բուդդիզմ են ուսումնասիրում, էլ գնում են, չգիտեմ, ես ինչ եզրին են ուսումնասիրում, ինչ ասես, էլ գուշակների մոտ են գնում, ուր ասես գնում են։ Մեկը տեսնում ես վերջում նոր Աստծո ձայնը լսել են, եկել են Տիրոջը։ Սիրելիս, այս բոլոր ճանապարհները, կյանքի բոլոր ճանապարհները տանում են ավարտի։ Բեկետի։ Բոլոր ճանապարհները այո տանում են ավարտի։ Ես երբ որ Հիսուսին հարցեցին, ես կկարդամ այդ տեղը։ Հովհաննես 14:4-ից 6 խոսքերը։ Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Թովմասը նրան ասեց. Տեր, մենք չգիտենք թե որտեղ ես գնում եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ։ Նորմալ հարց է տալի, չի ասում ուր ես գնում, մենք այդ ճանապարհն էլ չգիտենք։ Մեզ չես ասե։ Գիտեք Հիսուսը ինչ պատասխանեց, շատ ուժեղ ասում, Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ով չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այ քեզի բան։ Մարդին գնաց ճանապարհ հարցնես, մեկին ճանապարհ հարցնես, ասի ես եմ ճանապարհը։ Ոնց դու ես։ Ես եկել եմ քեզ հարցնեմ ճանապարհն ինձ ուղին ցույց տու, ոնց գնամ։ Աջ, ձախ, ուղիղ, այն ճանապարհներից որ մեկն է, մի հատ նշան անենք վրան, տեսնենք ոնց գնանք։ Ո՞րն է մեր կյանքի ուղին։ Հիսուս ասեց ես եմ։ Մարդենով չես հասկանա, ոնց ես եմ։ Դու քեզանու դու մարդ ես, դու ինչ ճանապարհ ես։ Գիտես ինքը փրկության ճանապարհն է։ Հիսուսն է փրկության ճանապարհը։ Եթե դու մոլորվել ես քո կյանքի մեջ, չգիտեմ, կարող քո անձնականի մեջ է, կամ քո ընտրած ճանապարհների մեջ, սիրելիս, Հիսուսն է քո լուծումը։ Ամեն, ամեն։ Հիսուսն է քո լուծումը։ Հիսուսն է իմ լուծումը։ Ես զարմանում եմ Աստծո վրա, որ ոնց կարա մարդը այդպես Աստծո մեջ փոխվի 180 աստիճան։ Մարդը կարա մասամբ ինչ որ բնավորության գծեր փոխի, մի թեթև ուրիշ բաներ փոխի, բայց Հիսուսով դու փոխվում ես 180 աստիճան։ Մտածելակերպդ էլ է փոխվում, սիրելիս։ Ոնց կարելի է այդպես մարդուն փոխել։ Հիսուսն է որ փոխում է։ Կարևորը ինչքան եմ ես նվիրվում։ Հա, ինքը երբ որ դու Հիսուս ասեց ես եմ ճանապարհը, գիտես որ դու Հիսուսին կանչում ես քո կյանք, արդեն քո համար էլ ճանապարհի հարց չկա, զգացել ես։ Որ քեզ հարցնեմ ով է ճանապարհը քո փրկության, ինչ ես ասելու, ասես Հիսուսն է։ Ուր է Հիսուսը, ասես իմ մեջ է։ Ճիշտ է։ Չհետաքրքիր է, չէ՞։ Ո՞րն է քո կյանքի ուղին, փրկությունը։ Ուր ես դու գնում, երկինք։ Այս հավատացյալները իրանց այս ինչ ձևի են մտածում, ես ինչ են խոսում։ Հա, սիրելիս, ես որ քեզ եկել եմ ասեմ ճանապարհի մասին։ Փրկության ճանապարհ, քեզ թվում է թե նորից նույն բան եմ ասում, որ դու գիտես, բայց շատ կարևոր է որ դու այդ փրկության ճանապարհի մասին միշտ մտածես, որովհետև քեզ շատ առաջարկներ է լինելու։ Ես քեզ ասեմ, ավելի շատ ինչքան կյանքը գնալու է առաջ, այնքան դժվարանալու է։ Մենք տեսնում ենք դա ամեն օր։ Մեր շատ առաջարկներ է գալի։ Եթե դու մի բանի մեջ հաջողակ ես, հենց դրա մեջ էլ առաջարկ է գալու, որպեսզի կարևոր նպատակը կապ չունի ինչքան են քեզի առաջարկելու, կարևորը քեզի Հիսուսից հեռացնեն։ Դու պետք է որոշես, ես եմ որոշել։ Քո տեղը, իմ տեղը իմ հովիվը չի որոշի։ Ինձ մեկ հարց են տալի, ասում են, Գարիկ, կարող է գնաք այսինչ ծովային երկրում, դե այնտեղ էլ եկեղեցի ունենք, այնտեղ էլ կապրեք, նորմալ է, այնտեղ այս ինչ անձրևոտ եւ այլ այս քաղաքներում ինչ եք անում, գնացեք այնտեղ կապրեք, եկեղեցին եկա, կորտնվեք, ասեմ, չէ։ Ես արդեն իմը չեմ, իմ սեփականություն չեմ։ Ես Հիսուսինն եմ ու ես որոշել եմ իմ համար, ես իր հետ եմ, որտեղ որ ինքը ինձ կտանի, այդտեղ կգնամ։ Անգամ գիտեք ինչ խոսք եմ ասում եմ ջոմոլունգմայլ ասեն կգնամ։ Գիտես խիսելիս գլուխ գովերքի խոսքեր չեմ ասում, ուզում եմ որ դու էլ այդ որոշման լինես, որովհետև երբ որ դու հանձնվել ես, արդեն ելի փորձի քեզ
հետ վրցնես։ Դու արդեն Հիսուսինն ես եղի իր կամքով, իր առաջնորդությունով, որտեղ կտանի, այնտեղ էլ գնա։ Որտեղ կծառայեցնի, այնտեղ կծառայես։ Որտեղ գիտես ինչ, ամենալավ մտածելակերպ, ամենալավ հիշողությունը քոնը կլինի այսպես, մինչև Հիսուս ու Հիսուսից հետո։ Երբ որ դու կարողանում ես քեզ անջատել երկու մասի, գիտես ինչա տեղի ունենում, դու հասկանում ես ինչքան լավն է, մաքուր է, ինչքան հաճելի է երկրորդ մասը, քան թե առաջինը։ Ես չգիտեմ, միգուցե ձեր մեջ կա մարդիկ, ովքեր հենց հավատացյալի ընտանիքում են մեծացել, բայց կա, երբ որ դու դառնում ես արդեն հասուն տարիքի, քո մոտ վերապրում ուրիշ ձև է գալի, քո մոտ գիտակցություն ուրիշ ձև է գալի, ես անգամ կարաս հետի պատկերացնես, Հիսուսի հետ այլ կյանք է, Հիսուսի հետ ուրիշ է, որովհետև դա փրկության ճանապարհն է ու վերջնական ճանապարհը։ Եթե հնարավոր լիներ մենք մի պահ պատկերացնեինք ինչ է ինքը մեր համար պատրաստ է երկնքում, երևի հենց այսօրվանից կթողեինք ամեն բան։ Բայց ինքը թողել է այդ էլ մեր որոշման վրա, բայց ասել է խոսքերով։ Ոչ մի խոսք իզուր գրված չի մեր գրքում, սիրելիս։ Եվ Աստված մեզանից լավ գիտի, որն է մեզ լավ։ Կխնդրեմ երկրորդ նկարը դնեք։ Այստեղ պատկերված է մարդկանց մտածելակերպը, մարդիկ փնտրում են ճանապարհը, երկրորդը։ Մարդիկ փնտրում են ճանապարհը ու ամեն մեկը ինչ որ ուղղություն է իր համար ընտրում, որ փրկության։ Մտածում են տարբեր ձևի։ Ու գիտես, երբ որ մարդկանց հարցնում ես, ինչ ես այդպես մտածում, ասում է դե բոլորն էլ տենց են անում, մենք էլ ենք տենց անում։ Խնդրեմ, տեսեք ինչա պատկերված։ Մարդիկ ու ճանապարհները, տեսնում եք, վերևը ճանապարհը, որ գրված է ռուսերեն է գրված, լավ կյանք, երկրորդը կրոն, երրորդը փիլիսոփայություն։ Մարդիկ մտածում են, թե հավատքը լավ կյանք ապրելով ինքը կհասնի Աստծուն։ Լավ կյանքը որն է, բարության գործերով, էլի մենակ բարի լինեմ, չէ, ես եկեղեցու հետ կապ չունեմ, ես այդ հալելույա բան չեմ ուզում ասեմ, իմ մոմն է մեկ-մեկը գնամ կվառեմ, լավ կյանքս բարի գործերով, ես ոչ մեկին ոչ թթու եմ ասում, բան չեմ անում, չէ, ես դրանով կգնամ Աստծուն։ Գիտես, սիրելիս, տեսնում եք ժայռը ճեղքված է։ Հիսուսին, երբ որ ասեցին ճանապարհ, ինքը ասեց ես եմ։ Եթե ես Հիսուսով չեմ, իմ համար հարց է առաջանում։ Եթե մեկը Հիսուսով չի, ես կարամ իրան բարձ հարց տամ։ Իսկ ինչով է, ո՞նց է քո ճանապարհը դեպի Հայր Աստված։ Ո՞նց։ Ասեք ինձ։ Ես լինում անգամ խոսում եմ մուհամեդական հավատքի եղբայրների հետ։ Ոչ թե հենց դիտմամբ գնում խոսում եմ, ուղղակի ասենք գնում եմ Վարսավիոն, հիմա կասեք մաս չունես, խես գնում։ Դրաշս դասել։ Հա, իրանք հավատքի այդ մարդկանցից են ու ես իրանց հարց եմ տալի, ասեմ, ես տեսնում եմ դուք հավատում եք, անգամ մի քիչ կարող այն ժամին գամ դու աղոթելուց լինես։ Հասկանում եմ, որպես մարդ ինչ որ քո մեջ կա աստվածավախություն, կա Աստծո հետ ինչ որ հարաբերություն, հա? Քո։ Չեմ ասում մեր, որտեվ ինքը ուրիշ ձևի է։ Մի խոսքով, ասում եմ, իսկ որն է քո փրկության ճանապարհը։ Դու ո՞նց ես երկիկ գնալու։ Ո՞նց է քո մեղքերը ներվելու, կասես ինձ։ Սառում են։ Սիրելիս, երկրորդը կրոնն է։ Հենց այդ մասին, որ խոսում եմ, դա կրոնական մտածելակերպն է, կրոնական մոտեցումն է։ Կրոնը մեզ չի փրկում, սիրելիս։ Ես ես ինչ կրոնից եմ։ Չէ, սիրելիս, մենք կրոնից չենք, մենք հավատքից ենք։ Մենք հավատացյալ ենք, մենք հավատում ենք խաչյալ հարություն առած Հիսուսին, որը որ մեզի ճանապարհը բացե։ Երրորդն էլ փիլիսոփայություն։ Դե դի փիլիսոփայական sense կյանքով մենք այսպես կանենք, այսպես կընդունենք, այսպես մեր համար ճանապարհ կբացվի, սուտ է։ Վերևի 3 որ դու կարաս քո համար ավելացնես, ինչ ուզում ես կարաս դնես, ոչ մի բանը մարդուն փրկության չի տանում դեպի Հայր Աստված։ Մենակ Հիսուս Քրիստոսը խաչով, հիշում եք, նա եկավ իմ ու քո համար խաչի մահով ճանապարհը բացեց դեպի Հայր Աստված։ Տեսեք, կարմիրով արած, գիտեք ինչն է արյունն է։ Արյունն է, սիրելիս։ Գիտես, որովհետև ես ծնվել եմ մարդուց։ Ունեմ պապա, ունեցել եմ։ Պապա, մամա, իմ պապաս էլ տենց գնացել է։ Ու մեղքը
իրանցով փոխանցվել է։ Հա, փոխանցվել է մարդկային տենց է, չէ՞, գեներով, ոնց որ բանը ժառանգությամբ փոխանցվում է։ Հիմա տեսեք, գարիկը ուզում է ամբողջ կյանքը ոչ մի մեղք չգործի, բայց ինքը մեղքը ժառանգել է։ Ոնց է ինքը Հայր Աստծու մոտ գնալու, եթե Հիսուսին չընդունեց։ Իմ համար հարց է առաջանում։ Միակ փրկության ճանապարհը։ Հիսուսին երբ որ ասեցին ճանապարհը ասա, մի հատ էլ կարդամ, սիրելիս քեզ։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ով չի գալի Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ոչ ոք չկա մի ճանապարհ, որ դեպի Հայր Աստված է, սիրելիս։ Դա մալ միշտ հիշի։ Դու փրկված ես, դու երկինքի ժառանգորդ ես, եթե Հիսուսի հետ ես։ Առանց Հիսուսի ճանապարհ չկա։ Հիսուսը չասեց երկրորդ ճանապարհ էլ կա, չեմ ասի ձեզ։ Կամ ես առաջինն եմ, մնացածը չեմ ասի ձեզ կամ չգիտեմ։ Չէ, ասեց ես եմ։ Եթե մեկը ասում է ես եմ, այլտեղ երկրորդ, երրորդ տարբերակ չկա, սիրելիս։ Մենք հալածանքել կարժանանանք, դա պատիվ է, ես քեզ ասեմ, շատ բաների, շատ դժվարությունների կբախվենք, դա էլ է պատիվ, բայց գիտես, սիրելիս, այն փրկության ճանապարհը, որ դու ունես, այն Աստծո հետ, որ դու հարաբերություն ես, դա ավելի արժեքավոր է, քան թե աշխարհը ամբողջովին իրար հետ վերցրած։ Ամբողջովին։ Ամեն։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Մի հատ աֆորիզմ եմ գրել։ Եթե ճանապարհը տանում է դեպի փրկություն, ապա կարևոր չի նրա դժվար լինելը։ Եթե ճանապարհը տանում է փրկություն, կարևոր չի նրա դժվար լինելը։ Պատկերացրու դու մի հատ ճանապարհ ես ընտրել, մեծ պրոյեկտ ես կազմել, որ ամենալավ բարձունքի արժանանաս, ֆինանսապես կլինի, թե մատերիալնի կլինի, ոնց կլինի։ Ինչ կարևոր է, ինչ դժվարությունով ես դու անցել, ռեզուլտատն է, չէ՞ կարևոր։ Վերջում քո հասելն է, չէ՞, որ բան լինի, դու այդքան չես էլ հիշի այդ դժվարությունը ոնց ես անցել, դու ցույց ես տալի քո վերջնական կետը, որտեղ ես հասել։ Հավատացյալներ ա տենց, գիտես։ Ես ու դու պետք է ցույց տանք ինչքան դժվարական տրտվենք, որ ինչքան դժվար ենք մենք անցնում, սելիս։ Ես դու պետք է ծաղանք, որ մենք փրկության ճանապարհին ենք, ու մեր փրկությունը մոտ է։ Մոտ է։ Գիտես ինչքան է մոտ։ Հələ նայ աշխարհին կհասկանաս։ Նայ այս օրերին կհասկանաս։ Տես ինչ է կատարում շուրջ բոլորդ։ Չեմ ուզում քեզ վախացնեմ, բայց շատ վատ բաներ է կատարվում։ Հələ մեզ մի քիչ պահում են, ցույց չեն տալի շատ վատ բաներ, բայց շատ վատ բաներ է կատարվում։ Ցավոք։ Մեր ձեռքում բան չկա։ Մեր ձեռքում են կա, որ մենք ավելի գիտակցենք, որ հնարավորինս մարդկանց Տիրոջ հետ ծանոթացնենք։ Հիսուս քարոզենք։ Հիսուս։ Ամեն։ Պտուղներ ստեղծենք, էլի, պտուղներ դիզենք երկնքում, որ գնանք երկինք, գիտես այնտեղ, չգիտեմ, ինչքան մատ լավ մեծ բաներ սպասվի Աստծո կողմից։ Մոտենաս ասես Տեր Աստված, ես ինչ ասեցի քո արած գործերն է։ Մենք գալիս ենք եղբորս հետ խոսում ենք, ասում եմ, դա էլ գիտես բնավորության հարց է։ Օրինակ ես իմ բնավորությունով չեմ ուզում, որ ես մի հարցում լինեմ մինիմում։ Միտքս էլ ունեմ, սիրտս էլ ունեմ, ցանկությունս էլ ունեմ։ Ինչի սպասեմ, որ ինչ-որ մեկը իմ համար կանի։ Չէ, եկել եմ եկեղեցի, ես եմ անում, ինչ է պետք անել։ Հովիվ ջան, ինչ անեմ։ Ուր գնամ, ինչ անեմ, ասա։ Ես քո տրամադրության տակ եմ։ Աստծուց ինչ կառնես իմ համար, ասա, ինչ անեմ։ Ստե է պետք ծառայել։ Ծառայել։ Գիտես, Աստծո հետ որ ասեմ, Աստված քեզ փոխում է, ուրիշ մարդ է դարձնում։ Անկամ մեր Մոսկվայի եկեղեցում, այնտեղ որ մտնում ենք տուալետ, շատ մեծ է, համ տղամարդկանցը, համ էլ դեկանանց չեմ եղել, բայց պատկերացնեմ, որ տենց է։ Տղամարդկանցը, ուրեմն գիտես ոնց, որ այն ճիշտ սրտով ես մտնում, ինձի ոչ մեկ անգամ բանակում չեն կարծես ստիպեն, որ ես գործ անեմ, առավել ևս տուալետում։ Բայց ես որ մտնում եմ այդ տուալետ, որ տեսնեմ մի բան են չի, ձեռքս գցում եմ գործ եմ անում։ Խի, ես ցույց չեմ տալի ոչ մեկին։
Չեմ էլ ասում ամեն տեղ։ Այսօր ուզեցա ուղղակի քեզ ասեմ, ինչի համար, որովհետև սիրում եմ իմ Աստծուն։ Իսկ եւ որ սիրում եմ իմ Աստծուն, սիրում եմ իմ Աստծո ժողովրդին։ Սիրում եմ իմ Աստծո հետ կապված ամեն բան։ Հա? Ամեն։ Աստվածա տենց սարք է։ Ես համեմատեցի քեզ ինձ միջև Աստված, միջև Հիսուս ու հետո։ Ես այն ժամանակ չէի անում։ Չէի ուզում առավել եւս կարող ստիպեի ուրիշ անել, ինչ ես անեմ։ Չէ, հիմա ասում եմ ես։ Խի։ Որտեւ ես ուզում եմ Աստծուն հաճելի լինեմ։ Ցույց տալու համար չէ, այլ եմ կրկնում։ Մեր Աստված է դա ուզում մեզանից սիրելիս։ Բավական է նստենք ու սպասենք։ Մենք ճանապարհին ենք փրկության ու մենք բոլորին պետք է տանենք այդ փրկության։ Ոնց որ Նոյը հիշում եք, ինչ է կարծում Նոյը ուղղակի ինքը պատրաստում էր այդ նավը ու ոչ մեկին չէր ասում, հա, որ այս Աստված ջրեղեղ անելու։ Վերցել էր իր փրկությունը ու սուսփուս նստած էր։ Նորմալ չի լինի, չէ՞, մենք սուսփուս նստենք սիրելիս։ Չէ, աշխարհը փրկության կարիք ունի։ Կուզենամ այն վերջին նկարներ դնես սիրելիս, այն փրկության, այն ճանապարհ, այն որ sense նայում ես հավեսդ գալիս է, գնալդ գալիս է։ Ուզում ես որ գնաս, հա? Հələ տեսեք, երկինքը sense ենք պատկերացնում, չէ՞, բայց Աստված խոսում է նոր քաղաքի մասին, որ այնտեղ անգամ գետինակ, ասֆալտը ոսկուց է պատած եւ այլը։ Գիտես, մեկ մարդիկ մտածում են, ասում են, դե չէ, սկուչնի կլինի, ոսկուց ասֆալտ ու մնացած ինչ լինի, չէ սիրելիս, որ ուզենանք մեր պատկերացումն էլ միացնենք հասկանանք, մեկը չենք հասկանա, բայց Աստված շատ մեծ ու լավ հրաշալի բաներ է պատրաստել իմ ու քո համար։ Նա ուզում է, որ մենք իր հետ հավիտյան կյանք ապրենք։ Հիսուսը որ խոսում էր, ասում էր հավիտյան։ Ո՞ւր է այդ հավիտյանը։ Հաճելի խոսքեր էր մեզ ասում, թե իրականություն էր ասում։ Իրականություն չէ։ Բայց պետք է ձգտենք այդ հարությանը, այդ հավիտյանին, որ արժանանանք սիրելիս։ Փառք Աստծուն քեզ համար։